Եվրամիության 4 միլիոն եվրո արժողությամբ նվերն այսօր ի վերջո ընդունեց Վանաձորի ավականին եւ առաջիկայում Վանաձորն ու Գյումրին կարող են շահագործել դեռ անցած ամռան նստացած էլեկտրական ավտոբուսները։ Բայց այդ ծրագիրը ղեկավարած Նատալիա Լափաուրին նիստի ընթացքում անպատասխան թողեց Վանաձորի ավականու անդամների հարցերը ծախսված գումարների վերաբերյալ։ Ֆինանսական հաշվետվությունները ձեռք ունեն եւ այդ մեղադրանքների արդարացումը, պաշտոնական արդարացումը ուր է։ Առաջացել են բազմաթիվ հարցեր եւ դուք շատ լավ հնարավորություն ունեք բարձրականոններ տալու, բայց բարձրականոններից խուսափում եք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներ Լուսինե Թաթևոսյանն ու Նոնա Հովհաննիսյանը հայտարարեցին, այս թանկարժեք ծրագրի մասին Ազատության 10 օր առաջ հրապարակված հետաքննությունը իրենց մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել ու կասկածներ ունեն, թե միջոցներն անարդյունավետ են ծախսվել։ Հարցը ունի հանրային մեծ հնչեղություն։ Եթե դուք կարող եք այս պահին ներկայացնել բարձրաբանումներ, հավաքանուն ներկայացրեք բարձրաբանումներ, եթե կարող եք փարատել կասկածները, փարատեք կասկածները, կան մտայնություն, որ տեղի է ունեցել միջոցների ոչ նպատակային օգտագործում։ Դուք ձեր պարտականությունների շրջանակում ինչպես եք հսկողություն իրականացրել, այս ոչ այդքան իրատեսական թվերը ինչպես են գոյացել։ Նախ ես կխնդրեմ արտահայտություններում լինենք բոլորիդ հրավիրեն իհարկե կոռեկտության, որտեղ մեղադրանք, արդարացում, կարծում եմ դրանք իրավական եզրույթներ են եւ կարծում եմ որ տեղին չեն։ Ծրագիրն ավելի քան 3 տարի ղեկավարած Նատալիա Լափաուրին, որ ավականու նիստում զեկուցում էր ավտոբուսները համայնքի հաշվեկշիռ ընդունելու հարցը, մանրամասներ չնշեց, ասաց ծրագիրն արդեն ավարտվել է, ընթացքում հաշվետվություններ տվել են, նախատեսված բոլոր գործողություններն արդեն արվել են ըստ նախապես ընդունված ծրագրի, որն ի դեպ հենց Վանաձորի ավականին է հաստատել։ Անարդյունավետ ծախս թույլ տվեք ես չընդունեմ, որովհետև այդ բյուջեն ըստ էության հաստատվել է ձեր կողմից, որևէ որոշում ծախսերը փոխարինելու, տնօրինելու ծրագրի ուրեմն ղեկավարման ընթացքում չի եղել եւ այդ իրավասությունը նույնիսկ չի եղել։ Ավականու ՔՊԱ-ական անդամները հակադարձեցին, լավ ծրագիր է եղել, հաստատել են, բայց թե ինչպես է իրականացվել այն, չփարատված կասկածներ ունեն, ասաց Լուսինե Թաթևոսյանը։ Հիմա մեր տված հարցերը դուք մի փոքր ավելի լարված եք ընդունում, կամ այսպես, այո, ավականին կարևոր ներկայացուցչական մարմին է, խիստ կարևոր, ինքը հաստատում է ձեր վերած ցանկացած ծրագիր եւ պարտավոր է եւ իրավունք ունի ձեզանից պահանջելու։ Կարծում եմ դուք մի փոքր ավելի շատ լարվում եք, այսպես անվստահ, այո, անվստահություն է, որովհետեւ տեսնում եք ֆինանսական լուրջ այսպես բեռ ենք տեսնում եւ մենք ուզում ենք հենց այս ֆինանսական բեռի բարձրաբանումը լինի։ Գործընկերը Նոնա Հովհաննիսյանն օրինակներ բերեց։ Ծրագրի շրջանակներում Վանաձորի եւ Գյումրիի 6 դպրոցներում տեղեկատվական արշավներ իրականացնելու վրա 10 միլիոն դրամ է ծախսվել։ Դաշինք, հանուն, կայուն եւ կանաչ կառավարման ծրագրի պաշտոնական կայքում լուսանկարներ են հրապարակված, որտեղ երևում է, որ հանդիպումներ են եղել դպրոցում, դասընթացներ շրջակա միջավայրի աղտոտման ու դրանց հետևանքների վերաբերյալ։ Դպրոցականները շապիկներ, կտորեպայուսակներ, բլոկնոտներ, ֆլեշ կրիչներ ու կրծքանշաններ են ստացել։ Ավականու նիստում հարց հնչեց, արդյոք ուռճացված չէ 10 միլիոն դրամն այս ամենի համար։ Մեր իրականության համար, օրինակ այս մեկ թիվը բավականին ուռճացված է։ Ես այս պահին 10 միլիոնը 6 դպրոցում արշավի մասին չէի համաձայնի, որտեղ եթե դուք ուշադիր նայեք, ուրեմն արշավներին ընդամենը 9 միլիոն դրամ է հատկացվել եւ իրականացվել է այդ արշավները մոտ 8000-ից ավել բնակիչների եւ հանրային լսումների համար։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 4 տարի առաջ Դաշինք, հանուն, կայուն եւ կանաչ կառավարման ծրագրի համար 4 միլիոն եվրոն Եվրամիությունից Վանաձորի համայնքապետարաններ ստացել ու համայնքի ղեկավարի որոշմամբ աշխատակազմ ձևավորվել։ Ազատությունը պարզել էր, որ ծրագրի 8 աշխատակիցների կեսը Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաների ընտանիքի անդամներ են եղել, գնումների մրցույթներում նույնպես պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ են շահել։ Կոնկրետ այս հարցին վերաբերվում է, եթե հատկապես Ազատության ռադիոկայանին, ուրեմն ռադիոկայանի կողմից հնչեցված հարցերը, սպառիչ պատասխան են ստացել ծրագրի կողմից եւ մենք միշտ բաց ենք եղել լրատվամիջոցների հետ աշխատանքում։
Չնայած ծրագրի ղեկավար Նատալիա Լափաորին այսօր էլ վստահեցրեց, թե բաց ու թափանցիկ են գործել, բայց Ազատությունը պարզել էր, որ որևէ բաց հարթակում տեղեկություն չկա մրցույթների մասնակիցների, մրցութային հանձնաժողովի որոշումների, շահող ընկերությունների ու ֆինանսների մասին։ Ավականու անդամ Նոնա Հովհաննիսյանը նույնպես շեշտեց, իրենք էլ 4 միլիոնանոց ծրագրի մասին ֆինանսական հաշվետվություններ չեն գտել։ Ըստ էության պատասխաններ հարցերին չտրվեցին։ Շատ հարցեր բաց են մնում եւ ՀԿ-ներին գրանտներ տրամադրելու եւ մնացած այլ ուղղություններով կատարված ծախսերը, ինչ վերաբերում է հրապարակային հաշվետվություններին, հրապարակային հաշվետվություններ չկան։ Այս պնդումներին այդպես էլ չարձագանքեցին ոչ համայնքապետարանի պաշտոնյաները, ոչ էլ ծրագրի ղեկավարը։ Պայմանավորվեցին առաջիկայում քննարկում կազմակերպել առաջադրված հարցերի վերաբերյալ։ Իսկ ծրագրի մասին բազմաթիվ հարցեր ունեցող ավականին այսօր միաձայն որոշեց ձևավորել ավտոբուս փակ բաժնետիրական ընկերություն, որը կշահագործի էլեկտրական ավտոբուսները։ 10 ավտոբուսներից 5-ը նվիրաբերվեց Գյումրիին։